Գաբրիելյան, այս ակցիայի ընթացքում բարձրաձայնվում է Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման, արցախցիների իրավունքի վերադարձի իրավունքի մասին։ Ինչ հույսեր եք փայփայում, ինչ եք կապում եվրոպացի առաջնորդների հետ, հույսեր, ինչ հույսեր եք։ Այնպես չէ, որ այդ հույսերը եւ սպասումները հենց միանգամից իրականացվելու այդպիսի ռեժիմում են, բայց հաշվի առնելով այն քարոզչական, տեղեկատվական այդ վակուումի կացությունը, որ մենք այսօր ունենք արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում, վստահ եմ, որ ցանկացած միջոց պետք է օգտագործվի այդ նույն իրավունքների մասին բարձրաձայնելու համար։ Հետևաբար, եթե այսօր Եվրոպայի մի շարք երկրների առաջնորդներ, Եվրամիության անդամ եւ դրա շուրջ Եվրամիության զգտող երկրների առաջնորդները այստեղ են, շատ կարևոր է, որպեսզի նրանք զգան Հայաստանում ապրող քաղաքացիական հասարակության խոսքը, որի մեջ արցախցիների խոսքը կարծում եմ արդեն շատ երևացող է եւ տեսանելի է, եւ եթե Հայաստանի այսօրվա իշխանությունները խոսում են արցախցիների ինտեգրման մասին, արցախցիների իրավունքների հավասարաչափ պաշտպանության մասին, հետեւաբար դրա որպես շարունակություն, որպես հաստատում պետք է լինի, որ արցախցիներին հուզող խնդիրները պետք է բարձրացվեն ցանկացած մակարդակում եւ սրանից ավելի հարմար առիթ նույն եվրոպացի առաջնորդներին ներկայացնելու արցախցիների խնդիրը վերադարձի իրավունքի մասին, Բաքվում պահողներ գերիների իրավունքների մասին, նրանց ազատ արձակման մասին, երևի սա եզակի հնարավորություն է եւ ես կարծում եմ այսօր օրվա ընթացքում մենք կփորձենք ինչքան էլ հեռավորություն այսպես երկար լինի, նրանց հասցնել մեր խոսքը։ Այսօր արցախցիների իրավունքների մասին խոսում են հենց արցախցիները, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց ոչ իշխանությունը Հայաստանի։ Նման պայմաններում հնարավոր է, որպեսզի ավելի բարձր պաշտոնյաները, տվյալ դեպքում եվրոպացի առաջնորդները խնդրի լուծում փորձեն գտնել։ Շատ ցավալի իրավիճակ է իհարկե, որ դա Հայաստանի իշխանությունների վերաբերմունք այդպիսին է, բայց նորից եմ ուզում այս հանգամանքը ընդգծել, որ դա պարզապես ֆասադային ժողովրդավարության երևույթներից մեկն է, վստահ եմ, որ ժամանակավոր աչք փակելով դրանց վրա հարցերը չեն լուծում, հետևաբար պետք է փորձել հիմնովին մոտենալ այս խնդիրներին, որովհետև 100,000 եւ ավելի արցախցիներ եւ վստահ եմ, որ ոչ միայն արցախցիներ, շատ ու շատ Հայաստանի մեր հայրենակիցներ նույնպես իրենց ձայնն են բարձրացնում արցախցիների ոտնահարված իրավունքների մասին եւ սա չի կարող լինել իշխանության համար պայքարող քաղաքական ուժի համար չի կարող չլինել խնդիր այդպեսին։ Ես համոզված եմ, որ միևնույն է գուցե հենց գալիք ընտրություններով ժողովուրդը կասի իր խոսքը, որովհետև այնպիսի ոչ համերաշխ մթնոլորտ, ինչպիսին այսօր Հայաստանում է, քաղաքացիական այդ երկպառակությունները եւ այս բարիկադները չեն կարող երկրի համար լինել պրոգրեսիվ դեպի բարեկեցություն եւ ավտանգություն տանող ճանապարհ։